Ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի աճը չենք փաստում մենք, փաստում է հանրությունը սոցիալական հարցումների տեսքով։ Եվ իմ ցանկացած խոսք, երբ որ ես նշում եմ, դրանք զուտ գնահատականներ չեն, դրանք բացառապես տարբեր փաստերի վրա հիմնված եզրակացություններ են։ Այսինքն, եթե դուք նշում եք, որ չեն վստահում, ցույց տվեք ինձ ապացույց, սոցիալական հարցման տեսքով կլինի, որևէ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տեսքով կլինի, որևէ այլ հետազոտական կենտրոնի արդյունք կլինի, ես նոր կդիտարկեմ այդ պնդումը։ Այս պայծրությամբ ես պնդում եմ այն, ինչ որ փաստարկված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ գողություններին, բնակարանային գողություն, նաև տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված։ Բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցանք կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվական տվյալները կներգրավի։ Ասեմ, որ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով մտահոգիչ էր այն դեպքը, որ հատկապես որոշակի մագնիշի տրանսպորտային միջոցներից էր տեղի ունեցել գողությունը։ Մենք հանդիպել ենք նաև հանցագործությունից ենթադրյալ տուժողների հետ, այս պայծրությամբ փոխոստիկանապետի գլխավորությամբ իրականացման ինտենսիվ աշխատանքներ, որպեսզի կարողանանք բացահայտել։